Հիմա միասին պատրաստելու ենք մեր շոկոլադե կրեմը, շոկոլադե գանաշը, որը անպայման նախապես ենք սարքում, մոտավորապես 6-ից 8 ժամ հարկավոր լինում, որ մեր կրեմը ստաբիլանա, հետո հարիչի ոտքերով մենք այն հարենք ու նոր կարողանանք օգտագործել։ Մեզ հարկավոր է լինելու շոկոլադ, սերուցք, եկեք ցույց տամ, շոկոլադը արդեն լցրել եմ այստեղ, ինձ մոտ 54%-անոց շոկոլադ է, կարող է լինել 54, 60, այստեղ մեզ մոտ սերուցքն է, անպայման 33-ից 35% յուղայնությամբ, Պրեզիդենտ ընկերությունն եմ ես օգտագործում, մեզ հարկավոր է լինելու փոշի ժելատին, նորից չի երևում, ջուր է պետք լինելու, գլյուկոզա, որը ես արդեն լցրել եմ մեր հաստատակով պոչուկի մեջ ու հարկավոր է լինելու ազդվամորու խյուսը սենյակային ջերմաստիճանի։ Քանի որ ես մի քիչ ուշոտ հանեցի սառցախցիկից, միկրոալիքայինի մեջ այն հալեցրել եմ ու բերել, այսինքն ամբողջը հալված է, սառը չի, տաք չի, սենյակային ջերմաստիճանի է։ Ինչ էի ուզում ձեզ կարևոր բաներից մեկը նշել, իմ կշեռքն է, սովորական կշեռք է, որը կշռում է 1 գրամից սկսած մինչև 5 կիլո, բայց ձեզ օրինակ ժելատինը, պեկտինը ու նմանատիպ սենց 1-2-3 գրամ կշռելու համար հարկավոր է լինելու այսպես փոքրիկ ոսկերիչների կշեռք, որի վրա ես կշռել եմ օրինակ նախորդ վիդեոյի պեկտինը, այստեղ էլ կշռել եմ ժելատինի։ Ինչ ենք անում առաջինը, մեր ժելատինի վրա ավելացնում ենք ջուրը, սառը ջուր ենք ավելացնում, խառնում ենք լավ, սենց որ գնդիկներ չմնան։ Թողնում ենք մի կողմ, որ ուռչի։ Ուրեմն մեր գլյուկոզայի վրա ավելացնելու ենք սերուցքը։ Ձեզ խորհուրդ կտամ բոլորը առանձին ամաններով կշռած ունենաք, հետո իրար խառնեք, որպեսզի պատահաբար օրինակ շատ չկա։ Դնելու ենք մարմանդ կրակի վրա ու ջերմաստիճանը տաքացնելու ենք մինչև 80-ից 90 աստիճան, այսինքն թույլ չենք տալու, որպեսզի այն եռա։ Չենք եռացնելու, հիշեք անպայման։ Երբ սերուցքը գլյուկոզայի հետ միասին կտաքանա, ավելացնելու ենք շոկոլադի վրա, մեզ պետք է լինելու սենց մի քիչ բարձրոտ ամանիկ, լցնելու ենք վրան անմիջապես ուռած ժելատինը, մեր ազդվամորու խյուսը ու ձեռքի հարիչով բլենդերով հարելու ենք։ Վաղն էլ արդեն պատրաստ կլինի։ Ջերմաչափի կարիքը չի լինի, որովհետև զուտ նայելու ենք, որ չի եռա հանկարծ։ Ես ուղղակի խառնում եի, որպեսզի գլյուկոզան ևս խառնվի։
ու հայ չի։ Հենց կզգաք, որ ուզում ասես փոքրիկ պղպջակ առաջանալ, միանգամից վերցնում եք կրակից։ Տեսնում եք, երևի չեք տեսնում, գոլորշի արդեն բարձրանում։ Всё, վերցրեցի ու լցնում եմ շոկոլադի վրա։ Վրան ավելացնում ենք մեր թրջած ժելատինը, բավականին արագ է պնդանում։ Ավելացնում ենք դրան։ Ու բլենդերով հարելու ենք։ Ամբողջովին իջացնում ենք ներքև։ Ու այնպես ենք անելու, որպեսզի օդ դուրս չգա, օդ չառաջանա։ Մի պահ անջատում ենք, պատերից հավաքում ենք ամբողջը։ Որ լրիվ միացար զանգված ստանանք։ Չեք պատկերացնի ինչքան անուշոտ է գալիս։ Շոկոլադա ազնվամորիով գժական համադրություն է ուղղակի։ Մեր շոկոլադե միջուկը, կրեմը, գանաշը պատրաստ է, արդեն բավականին հովացել է, փակելու ենք երեսը սննդային թաղանթով և թողնելու ենք սառնարանում 6-ից 8 ժամ, անելու ենք, հարենք ու արդեն պատրաստ կլինի օգտագործման։ Լավ, այսպես լրիվ մակերեսին ենք կպցնում, որպեսզի օդ չմնա, տեղ չմնա։ Վերջ, դուք մենք սառնալ։